Իրանում մի քանի օր է չեն մարում գնաճի և դրամի արժեզրկման դեմ հակակառավարական ցույցերը, մասնագետները նշում են, որ ճգնաժամի խորացմանը նաև պատժամիջոցներն են նպաստում։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե ցուցարարների վրա կրակ բացելու դեպքում Միացյալ Նահանգները կարող է գալ նրանց օգնության։ Իրանի պաշտպանության նախարարը այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն և անվերապահորեն կարձագանքի ցանկացած օտարերկրյա սպառնալիքի։ Նա ըստ իրանական պետական զանգվածային լրատվամիջոցների նաև մերժել է Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու մեջբերեմ որոշ երկրների ջանքերը։ Հիմա իրանցիներին լսենք, ինչ են մտածում այս հայտարարությունների մասին։ Ամերիկան ոչինչ չի կարող անել։ Մենք Թրամփից չենք վախենում, սա նրանց հետ որևէ կապ չունի։ Սա ներքին հարց է, մենք չենք միջամտում նրանց խնդիրներին։ Նա ցանկանում է աշխարհի մյուս ծայրից մեզ պայմաններ թելադրել։ Երբ խոսքը վերաբերում է մեր երկրին, մենք պարզապես կարգախոսներ չենք կրկնի։ Մենք կպաշտպանվենք։ Մեր գործն է, գոհ ենք կառավարությունից, թե ոչ։ Դա մեր գործն է, ոչ թե Թրամփինը կամ մեկ ուրիշինը։ نمیدونم چرا ما میخوایم مسئله اقتصادی رو ربطش بدیم به اسرائیل Չեմ հասկանում, ինչու ենք ուզում տնտեսական հարցը կապել Իսրայելի հետ։ Առավոտյան արթնանում ես ու ամեն ինչ թանկացել է։ Կաթնամթերքը թանկ է, դոլարը թանկ է։ Սա ինչ կապ ունի Իսրայելի հետ։ Եթե ուզում ենք դա կապել Իսրայելի հետ, ապա միայն այն պատճառով, որ գների բարձրացման պատճառ դարձած անձը նույն կողմում է, ինչ Իսրայելը։